Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ողջունում եմ ձեզ հարգելի գործընկերներ, հաշվի առնելով ժամանակի սղությունը փորձեմ կարճ ներկայացնել մտքերս։ Նախ եւ առաջ կարծում եմ պետք է պատասխանենք հետեւյալ հարցին, թե ինչու է հարձակում սկսել եկեղեցու դեմ։ Դա ո՞րն է այս իշխանության նպատակը։ Որովհետեւ երբ որ ուղղակի փորձում ենք մտածել, թե արդյոք սա ձեռնտու է քաղաքական ուժին, այն էլ ընտրություններից 1 տարի առաջ, կարծում եմ բոլորդ կհամաձայնվեք, որ սա ոչ ձեռնտու նախաձեռնություն է, որովհետև եկեղեցին ի վերջո այն կառույցն է, որը տարբեր քաղաքական ճաշակ ունեցող մարդկանց միավորում է, եւ բնականաբար նույնիսկ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից կլինեն մարդիկ, ովքեր հավանություն չեն տա այդ նախաձեռնությանը եւ բնականաբար դեմ կկանգնեն այս գործընթացին։ Հետաբար հարց է ցակում, լավ ինչու է Նիկոլ Փաշինյանը սկսել այս ոչ ձեռնտու գործը։ Եվ այստեղ հաշվի առնելով նաև նրա արտաքին նշանները, գալիս ենք այն համոզման, որ սա թուրք-ադրբեջանական օրակարգ է։ Ինչու, որովհետև, տեսեք, բոլորս էլ լավ գիտենք, որ եկեղեցին հայի ինքնության պահպանման կարևոր պահապանն է։ Եվ Սփյուռքի ու Հայաստանի կապող օղակը։ Սփյուռքում որտեղ կա եկեղեցի, որ բնակավայրում եկեղեցի կա, այդ համայնքը ավելի կազմակերպված է եւ բացի իր կենսական կենցաղային խնդիրներից զբաղվում է նաեւ ազգային հարցերով։ Իսկ դա բնականաբար նյարդայնացնում է նաեւ թուրք-ադրբեջանական այս ուժերին։ Եվ եթե տեսնենք, որ հիմա Նիկոլ Փաշինյանը ակտիվորեն ինչ ազգային է փորձում է ոչնչացնել, բնականաբար մենք արդեն պարզ տեսնում ենք, թե որտեղից է թելադրվում այս ամենը։ Այնպես որ այս նախաձեռնությունը քաղաքական, այսպես ասեմ, նպատակով չէ։ Երկրորդ, ով է հանդես գալիս բարեփոխման դիրքերից։ Սա շատ կարևոր հարց է, այսինքն ով է այն բարի հովիվը, որը ուզում է բարեփոխել եկեղեցին։ Հիմա եթե օրինակ Ալիևը հանդես գա այն նախաձեռնությամբ, որ Հայաստանի բանակը մարտունակ չէ եւ փորձի բարեփոխել մեր բանակը, արդյոք մենք հավատալու ենք Ալիևի այդ հայտարարություններին եւ առաջարկներին։ Պարզ է, որ չենք հավատալու։ Հիմա Նիկոլ Փաշինյանը, որը ուզում է եկեղեցին բարեփոխել, ինչ որակներ ունի։ Արդյոք նա հենց այդ անձն է։ Երբ որ նայում ենք իր կենսագրությանը, հասկանում ենք, որ այս անձը մկրտվել է 2007 թվականին 32 տարեկան հասակում։ Իր ամուսնությունը եկեղեցական կարգով չի կատարել։ Իր ամուսնությունը նույնիսկ պետական գրանցման չի ենթարկել, ժողովրդական լեզվով ասած ԶԱԳՍ-ով։ Եվ իր, այսպես ասած, պատարակներին մասնակցության այդ նախանձախնդրությունը երբեք ցույց չի տվել մինչև բարեփոխիչ դառնալը։ Հիմա այս անձը արդյոք իրոք այն բարի հովիվն է, որ ուզում է եկեղեցին բարեփոխել։ Թե նա այն անձն է, որ ուզում է այդ պատրվակով այդ դռնով ներս մտնել եւ քանդել եկեղեցին։ Եվ այստեղ մի կարևոր բան էլ կա, մեզ Աստվածաշունչն էլ սովորեցնում է, ասում է ծառը ճանաչեք պտղից։ Բնականաբար մենք չենք կարող նաեւ նրա մեթոդները հաշվի չառնել։ Ինչ մեթոդներով, ինչ միջոցներով է նա այդ բարեփոխման ծրագիրը իրականացնում։ Տեսեք, ներխուժում է ծիսական կյանք, եկեղեցու ներքին կյանք, նույնիսկ պատարակի բովանդակությունն է փորձում աղճատել, խորհուրդ է տալիս, որ եկեղեցու մեջ ծեսի ժամանակ բողոքի ձայն բարձրացնեն, որը ուղղակի ծեսի կատարման խոչընդոտում է եւ քրեականացված է, անհարգալից վերաբերմունք է դրսևորում, վեհապար հայրապետի նկատմամբ անուն է տալիս իբրև հոգևոր հանգամանք հաշվի չի առնում, մոռանալով նաև, որ նա վարչապետ է եւ իր պետության օրենքներով վեհապար հայրապետի անձնագրով անունը Գարեգին Բ. Ներսիսյան է։ Նույնիսկ դա հաշվի չի առնում եւ փորձում են այսպես վիրավորական պիտակավորումներով արժեզրկել եկեղեցին մեր աչքի առջև։ Եվ երբ որ նրա գործիքներն էլ նայում ենք, ինչ են անում, նա առաջացնում է պառակտում առաջին։ Երկրորդ քաոս է ստեղծում, իսկ Աստված կարգ ու կանոնի կողմն է, եւ երրորդ առաջացնում է հուսահատություն։ Լրիվ այս մեթոդներն է, որ նա կիրառում է։ Երրորդ, արդյոք այս արշավը կաթողիկոսի դեմ է, թե եկեղեցու։ Սա էլ շատ կարևոր թեզ է եւ իշխանությունը այսօր մանիպուլատիվ ձևով փորձում է սա ներկայացնել իբրև անձի դեմ ուղղված արշավ։ Մինչդեռ դա այդպես չէ, որովհետեւ եթե մենք դիտարկենք այս իշխանության գործելակերպը եւ կտեսնենք, որ կաթողիկոսը իրականում զուտ
օգտագործվում է հենց մարդկանց մոլորեցնելու համար, որովհետև կաթողիկոսը ինչ կապ ուներ օրինակ հայ եկեղեցու պատմության առարկան կրթական ծրագրից հանելու հետ։ Կաթողիկոսը ինչ կապ ուներ հոգևոր ծառայությունը վերացնելու, լուծարելու մեջ։ Կաթողիկոսը ինչ կապ ուներ եպիսկոպոսներին, քահանաներին հալածելու հետ։ Եվ այս պարագայում ուղղակի մենք համոզվենք, որ խնդիրը իրականում եկեղեցին է, որովհետև ինչպես արդեն առաջի հարցադրման ժամանակ նշեցի, իր պատվիրատուների նպատակն է եկեղեցու մեջքը ջարդել։ Մի բան էլ կուզենայի ասեի հաշվի առնելով ժամանակի սղությունը, եկեղեցու ներքին գործելու միջամտելու իրավական արգելքի մասին խոսվեց, պարոն Հարությունյանն դա մանրամասնորեն նշեց, եւ մեր ներպետական օրենսդրությունը եւ մարդու իրավունքների եվրոպական դատանը ուղղակիորեն արգելում են խառնվել եկեղեցու ներքին գործերի մեջ։ Տեսեք, պարզ օրինակով դա կարող ենք հասկանալ։ Եթե պետությունը կարողանա միջամտի եկեղեցու ներքին գործերին, ապա եկեղեցու բոլոր սպասավորներն պետք է դատապարտի, ընդ որում քրեական պատասխանատվության ենթարկի։ Սահմանադրությամբ երաշխավորված խտրականության արգելքի սկզբունքը խախտվում է։ Կինը չի կարող դառնալ եպիսկոպոս, կինը չի կարող խորան բարձրանալ։ Սերով պայմանավորված խտրականություն է։ Պատական չի, որ արգելվում է մտնել ներքին կյանք, որովհետև այդ կյանքը իրավական գործիքակազմով չես կարող կարգավորել։ Դա մի այնպիսի կյանք է, որտեղ որևէ մեկը չի կարող մոտ գործել եւ չի կարող դատավորը այդ հարցով ներեկեղեցական հարցերով վեճով որոշումներ կայացնել։ Սա մի բան է ցույց տալիս, որ այս իշխանությունը կարմիր գծերը հատել է եւ այս նախաձեռնությունը, որը կարծում եմ շատ կարևոր է եւ հերթական անգամ արձանագրելու է այս ապօրինությունը, ողջունել է, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում։